4 կենդանակերպի նշանների համար դրախտային շրջան է գալիս։ Աստղագուշակների կարծիքով նրանց սպասում են երջանկության և առատության 5 տարի։ Կյանքն ունի ռիթմ, տիեզերական պար, որը հոսում է և տատանվում, մեզ բերելով փորձությունների և հաղթանակների պահեր։ Աստղագուշակների կարծիքով տիեզերքը պատրաստվում է 4 կենդանակերպի նշանների համար անսովոր տեղաշարժի, առատության, ուրախության և բարգավաճման դրախտային շրջանի։ Այսպիսով, տեսեք, թե արդյոք աստղերը հատուկ ծրագրեր ունեն ձեզ համար հաջորդ 5 տարիների ընթացքում։ Նախքան սկսելը, հիշեք, որ անկախ նրանից ձեր կենդանակերպի նշանը այս 4 բախտավորների շարքում է թե ոչ, հիշեք, որ աստղագուշակությունը ուղեցույց է, այլ ոչ թե կանոնների ամբողջություն։ Աստղերը կարող են առաջնորդություն առաջարկել, բայց հենց ձեր ընտրությունները, գործողություններն ու մտածելակերպն են, որոնք ձևավորում են ձեր ճակատագիրը։ Վերջին հաշվով, կյանքի կախարդանքը կայանում է ոչ միայն խոստացվածի, այլև ամեն օր ներդրվող հույսի և ջանքերի մեջ։ Ինչպես ասում են, նպատակ դրեք լուսնի վրա, որովհետև նույնիսկ եթե վրիպեք, կհայտնվեք աստղերի մեջ։ Ցուլ։ Եթե դուք ցուլ եք, պատրաստվեք աճով և պարգևատրմամբ լի նոր փուլի։ Այս ժամանակահատվածը, որը հայտնի է իր գործնականությամբ և վճռականությամբ, կընդգծի ձեր ուժեղ կողմերը, բացելով դուռը դեպի ֆինանսական ազատություն և մասնագիտական հաջողություն։ Ձեր մասնագիտական կյանքը կփայլի ավելի պայծառ, քան երբևէ։ Այն նախագծերը, որոնց վրա դուք համբերատար և մտածված աշխատել եք, վերջապես կծաղկեն, և ինքնակատարելագործման նոր հնարավորությունները կհարթեն ճանապարհը դեպի բացառիկ ապագա։ Հիմա սովորելու կատարյալ ժամանակն է։ Լինի դա պաշտոնական կրթություն, ձեր հմտությունների կատարելագործում, թե պարզապես կյանքի դասեր սովորել։ Ինչպես ասում են, բախտը համարձակներին է օգնում, բայց ցուլի համար գլխավորը մտածված լինելն է։ Մի խուսափեք հաշվարկված ռիսկերից, պարգևատրումները արժեն դրան։ Համառության և կենտրոնացման միջոցով դուք կարող եք հասնել ֆինանսական անկախության։ Մոռացեք խնայողության օրերը։ Ձեր աշխատասիրությունը թույլ կտա ձեզ վայելել կյանքի լավագույն բաները առանց մեղքի զգացման։ Խեցգետին։ Խեցգետնի համար հաջորդ 5 տարիները կլինեն բարության ուժի վկայություն։ Որպես կենդանակերպի ամենակարեկից նշաններից մեկը, ուրիշների հետ կապ հաստատելու ձեր ունակությունը ոչ միայն կփոխակերպի ձեր կյանքը, այլև կստեղծի անհավանական հնարավորություններ ձեզ համար։ Ուրիշներին օգնելը կլինի ձեր հաջողության գաղտնիքը։ Անկախ նրանից, թե դա կամավորական աշխատանք է, մենթորինգ, թե պարզապես լսող ականջ լինելը, ձեր բարի գործերը կպարգևատրվեն տասնապատիկ։ Բախտը կհետևի ձեզ ինչպես մեղմալիք, տանելով ձեզ դեպի մասնագիտական և անձնական ինքնակատարելագործում։ Սա նաև ստեղծագործաբար արտահայտվելու ժամանակն է։ Աստղագուշակները կանխատեսում են բազմաթիվ հնարավորություններ, որտեղ ձեր տաղանդները և կարեկցող բնույթը համատեղվում են նշանակար արդյունքների հասնելու համար։ Ֆինանսապես աստղերը խոստանում են կայունություն և աճ, ապահովելով, որ դուք ունենաք ձեր երազներն իրականացնելու միջոցներ։ Իսկական հարստությունը չափվում է ոչ թե նրանով, թե ինչ ենք պահում, այլև նրանով, թե ինչ ենք տալիս, ինչպես ասում են։ Խեցգետին, սա չի կարող ավելի ճշմարիտ լինել ձեզ համար։ Ձեր առատատարևությունը կհասցրի ձեզ հաջողության գագաթնակետին։ Երող։ Ջրհոս։ Ձեր փայլուն ինտելեկտը և նորարարական ոգին ձեզ կբերեն ուշագրավ բարգավաճում։ Չնայած իրավիճակը կարող է անորոշ թվալ հիմա, գալիք տարիները հսկայական ներուժ ունեն, հատկապես ֆինանսների և երկարաժամկետ անվտանգության ոլորտներում։ Ձեր առաջադեմ մտածողության տաղանդը կլինի ձեր ամենամեծ ակտիվը։ Անկախ նրանից, թե դա խոստումնալից ներդրումներ գտնելն է, ստեղծագործական նախագծերի մեկնարկը, թե ղեկավար պաշտոններ զբաղեցնելը, ձեր հնարավորությունները տեսնելու ունակությունը այնտեղ, որտեղ ուրիշները տեսնում են խնդիրներ, կհանգեցնի զգալի հարստության կուտակման։ Այնուամենայնիվ, աստղագուշակները խորհուրդ են տալիս զգույշ լինել, ուշադիր եղեք ձեր ծախսերի նկատմամբ։
Չնայած ապագայում ձեզ առատություն է սպասվում, կարևոր է խնայել եւ ներդրումներ կատարել իմաստուն կերպով։ Դիտեք այս ժամանակահատվածը որպես անվտանգության ցանց կառուցելու եւ ռազմավարական որոշումներ կայացնելու հնարավորություն, որոնք կապահովեն հարմարավետ ապագա։ Հաջողությունը բախտ չէ, այլ հնարավորությունների նախապատրաստում։ Հիշեք սա, երբ կողմնորոշվում եք այս բարգավաճ փուլում, ջրհոս։ Եթե դուք հեռատես եւ վճռական եք, հաջորդ 5 տարիները շրջադարձային կետ կլինեն ձեր կյանքում։ Ձկներ։ Ձեր ճանապարհորդությունը հեշտ չի եղել։ Վերջին մի քանի տարիները փորձարկել են ձեր դիմացկունությունը, ճանապարհին խոչընդոտներ նետելով։ Բայց յուրաքանչյուր մշուշ ունի իր դրական կողմը։ Ձեր առջև ծառացած յուրաքանչյուր մարտահրավեր ձեզ պատրաստել է անհավանական հաջողության համար, որը սպասում է ձեզ։ Ձեր մասնագիտական տաղանդները եւ իրական կապեր հաստատելու ունակությունը կլինեն հաջողության գրավականը։ Երբ նոր հնարավորությունների հայտ կան, լինեն դրանք առաջխաղացումներ, նոր ձեռնարկություններ, թե համագործակցություններ, մի վարանեք օգտվել դրանցից։ Սա նաև կատարյալ ժամանակն է ձեր հմտությունները կատարելագործելու համար։ Անցեք այդ դասընթացը, մասնակցեք այդ համաժողովին կամ սկսեք ուսումնական ճանապարհորդություն։ Հաջորդ 5 տարիները կփոխակերպեն ձեր կարիերան եւ ֆինանսական վիճակը։ Ձեր ստեղծագործականությունը, զուգորդված ձեր նորահայտ վճռականության հետ, ձեզ կհասցնի անհավանական բարձունքների։ Ինչպես մի անգամ ասել է բանաստեղծուհի Մայա Անջելոուն, դուք կարող եք բախվել բազմաթիվ պարտությունների, բայց չպետք է պարտվեք։ Ձկներ, դուք սովորել եք այս ճշմարտությունը, եւ հիմա ձեր ժամանակն է փայլելու։ Այսպիսով, ցուլ, խեցգետին, ջրհոս եւ ձկներ։ Ձեզ սպասում է երկնային ժամանակ։ Ընդունեք այն երախտագիտությամբ, քաջությամբ եւ հնարավորություններով լի սրտով։ Հաջորդ 5 տարիները խոստանում են ոչ միայն առատություն, այլև լիարժեք եւ անվախ կյանքով ապրելու ուրախություն։